Ողջույն, դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Մենք կրկին շարունակում ենք գաստրոթայմի ոդքասթյան շարքը եւ այսօր իմ հյուրն է կոլոպրակտոլոգ, էնդոսկոպիստ Վարդգես Հովսեփյանը։ Ողջույն դոկտոր, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Այսօր շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, քանի որ մեր մասնագիտությունները շատ սերտորեն կապված են միմյանց հետ եւ մենք երբեմն ունենում ենք շատ ընդհանուր պացիենտներ եւ ամենաառաջին եւ հաճախ հանդիպող գանգատը, ախտանիշը, որը նշում են պացիենտները, արյուն կղանքում։ Եվ այս դեպքում միշտ նրանց մոտ հարց է առաջանում, ում դիմեն արյուն տեսնելուն պես, քանի որ շատ տագնապային նշան է իրենց համար համարվում։ Որպես գաստրոենտերոլոգի տեսանկյունից ասեմ, որ շատ հաճախ կարող է հանդիպել հաստաղու էրոզիվ խոցային ախտահարումների հետևանքով, հաստաղու քաղցկեղը կարող է առաջացնել նման ախտանիշ եւ հետանցքի թութքը, ճաքը նմանատիպ ախտահարումներ հետանցքի։ Ուզում եմ դուք այս առումով ասեք երբ է հանդիպում ձեր պացիենտների մոտ արյուն քաղանքում։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Հետանցքի ծառայությունը ամենահաճախ պրոկտոլոգիական խնդիրների ժամանակ է հանդիպում, քանի որ այդ խնդիրները ավելի տարածված են։ Մոտ պոպուլյացիայի մոտ 4% ունի թութք, սիմպտոմատիկ թութ եւ այդ հիվանդության ամենահաճախ դրսևորումներից մեկը դա արյունահոսությունն է։ Բայց նաև ավելի վտանգավոր հիվանդությունների ժամանակ է հանդիպում այդ ախտանիշ, ինչպես նշեցիք, հաստաղիքի քաղցկեղ, ուղիղ քաղցկեղ, որ ավելի բնորոշ է թարմային տեսքով արյունահոսություն, քանի որ ավելի մոտ է հետանցքին, եւ նաև հաստաղիքի բորբոքային հիվանդություններ, ինչպես օրինակ խոցային կոլիտը։ Եվ այստեղ ախտորոշումը դնելուց պետք է սկսել ավելի վտանգավոր հիվանդություններից, այսինքն իհարկե հաշվի առնելով պացիենտի տարիքը եւ ժառանգականությունը, առաջին հերթին հաստաղիքի քաղցկեղի նկատմամբ եւ կայացնել որոշում, օրինակ կատարել էնդոսկոպիկ հետազոտություն թե չէ, որտեւ արյունահոսությունը հետանցքից համարվում է կարմիր դրոշ եւ օրինակ միջին ռիսկի դեպքում կոլոնոսկոպիան անհրաժեշտ է, որպեսզի բացառվի հաստաղիքի նորագոյացությունները։ Բայց որպես կանոն այդ խնդիրը հանդիպում է հետանցքի հիվանդությունների ժամանակ, ավելի հաճախ թութքի ժամանակ եւ պարտադիր չի, որ թութքը այդքան ակնհայտ լինի, որովհետեւ կարող է լինել առաջին աստիճանի թութք, որը չի արտանքում, ուրիշ սիմպտոմներ չի առաջացնում եւ կա միայն արյունահոսություն։ Եվ շատ կարևոր է հիվանդի հետ մանրամասն խոսալ եւ անամնեզ հավաքել, երբ ալնում արյունահոսությունը, ինչ տեսքով ալնում, դեֆեկացիայի ժամանակ ալնում, կղանքի հետ խառնված ալնում։ Այսինքն, երբ պացիենտը առաջին անգամ դիմում է կղանքում արյուն տեսնելուց հետո, նախ պետք է հասկանանք առաջնահերթ հետազոտությունը նրա համար որն է։ Հենց միանգամից կոլոնոսկոպիայի ցուցում կարծում եմ պետք չի դնել, նախ շատ կարևոր է իմանալ ժամանակահատվածը, ինչքան ժամանակ առաջվանից է սկսել արյունահոսությունը ռեկտալ, ինչ այլ ախտանիշներ կա զուգահեռ, արդյոք փորկապությունից հետո է առաջացել, պինդ կղանքից հետո է առաջացել արյունը կղանքում, արդյոք կա փորլուծություն արյան հետ թե ոչ, կամ առանձին արյան մակարդուկների առկայություն լորձի հետ խառնված, այս ախտանիշները հաշվի առնելով մենք պետք է հասկանանք, մենք ուղղորդում ենք առաջնահերթ պրոկտոլոգի մոտ հետանցքի զննման, թե միանգամից պետք է կատարել կոլոնոսկոպիա։ Բայց այստեղ մի բան եմ ուզում ասել, որ երբեմն դրվում է ախտորոշում թութք եւ երկար ժամանակ բուժվում է թութքի կապակցությամբ, անտեսելով ավելի լուրջ խնդիրները, որոնք պատճառ են դարձել արյան առկայության։ Այսինքն պացիենտը կարող է ունենալ եւ քաղցկեղ հաստաղիքում եւ թութք։ Այս նրբությունը հաշվի առնելով կարծում եմ ես որպես գաստրոենտերոլոգ եւ դուք որպես կոլոպրակտոլոգ պետք է շատ ուշադիր լինենք եւ բաց չթողնենք հաստաղու քաղցկեղը, որը կարծում եմ ավելի ուշադրության արժանի խնդիր է։ Հետանցքի հիվանդությունների առկայությունը չի բացառում հաստաղիքի հիվանդությունները եւ շատ կարևոր է հաշվի առնել ռիսկը կոլորեկտալ քաղցկեղի, այսինքն մենք ման չենք գալու կոլորեկտալ քաղցկեղ 20 տարեկան երիտասարդի մոտ։
չենք փորձել նկատենք, չնայած կոլորեկտալ քաղցկեղը բավականին երիտասարդացել, այսինքն եղել է դեպքեր, որ տեսել են կոլորեկտալ քաղցկեղ տարածված 27 տարեկան երիտասարդի մոտ։ Այդ կարող է լինի, բայց դա շատ հազվադեպ է հանդիպում։ Կան պարզ հետազոտություններ, որոնք կարող են ուղղորդել։ Այստեղ ունենք բորբոքային խնդիր, թե ունենք ուռուցքային խնդիր, թե պրոկտոլոգիական խնդիր է։ Օրինակ, արյան ընդհանուր անալիզը էրիթրոցիտների նստեցման արագությունը, կա սակավայնություն, չկա սակավայնություն։ Կալպրոտեկտինը կղանքում, Կալպրոտեկտինը ամեն ավելի պարզ հետազոտություն, C-ռեակտիվ սպիտակուցը, որ բորբոքային հիվանդությունների ժամանակ բարձրացած է, դա ուղղորդում է մեզ եւ շատ պրոտոկոլների մեջ դա ընդգրկված է, որովհետեւ ճիշտ է մեր մոտ բավականին մատչելի է այդ հետազոտությունը, բայց Եվրոպայում, Ամերիկայում շատ ավելի թանկարժեք է, դժվար է մատչելի է, դրա համար կիրառում են պրոտոկոլներում այդ հետազոտությունները, որպեսզի ավելի ճշգրիտ ուղղորդեն պացիենտներին։ Շատ լավ։ Իհարկե հաշվի առնելով տարիքը, այդ մնացած ուղեկցող ախտանիշները, ես որպես գաստրոենտերոլոգ, թե պացիենտը դիմում է փորկապությամբ, նկատել է ինչ-որ արյան հետքեր, ցավ հետանցքում միաժամանակ ուղեկցվող կամ քոր եւ այլն, ես իհարկե սկզբնական ուղղորդում եմ պրոկտոլոգի մոտ, իհարկե շտկելով փորկապությունը եւ այսպիսի մի արտահայտություն եմ անում, իհարկե գրագետ պրոկտոլոգի մոտ եմ ուղղորդում, որը կարող է հասկանալ այդ տագնապի նշանները չանտեսել եւ պրոկտոլոգը երբ ախտորոշում է թուտք, դրանից հետո եթե կան այլ տագնապի նշաններ կամ բուժումից հետո արդյունք չի ունենում, նոր ուղղորդի կոլոնոսկոպիկ հետազոտության։ Այդ մոտեցումը ճիշտ է, եթե կիրառվում է կոլորեկտալ քաղցկեղի ցածր ռիսկ ունեցող հիվանդների մոտ, եթե այդ ռիսկը միջին ռիսկա կամ բարձր ռիսկ է, կարող ուշացնի ուղղակի հիվանդության ախտորոշումը։ Այդ համար ես նշեցի գրագետ պրոկտոլոգ, որը նաև հաշվի առնում նման նրբությունները։ Եվ նման ցուցում նաև դնում է կոլոպրակտոլոգը, այսինքն կոլոպրակտոլոգը եւ ցուցում է դնում եւ որոշները կարող են կատարել այդ հետազոտությունը։ Շատ դեպքերում այդքան էլ ակնհայտ չի լինում արյունահոսության աղբյուրը եւ հիմնվում ենք հիմնականում հիվանդի գանգատների վրա եւ թե երբ է տեղ ունենում այդ արյունահոսությունը, ընդմիջվող է թե անընդհատ է, դա բերում է սակավարյունության, թե չի բերում սակավարյունության։ Արյան անալիզներում որոշակի փոփոխություններ կան, թե չկան։ Եվ մի հատ հանգամանք էլ կա, որ Հայաստանում շատ ավելի մատչելի է կոլոնոսկոպիան, դրա համար ավելի լավ է մի հետազոտություն ավել անցնի, բայց բաց չթողնվի կոլորեկտալ քաղցկեղը, որովհետև մեր մոտ կոլորեկտալ քաղցկեղը բավականին տարածված է եւ բավականին երիտասարդ անձանց մոտ։ Միանշանակ եւ այս մտքից եկեք շարունակենք մյուս թեման մեր, որը էլի մեր մասնագիտությունները իրար է կապում, դա հենց կոլորեկտալ քաղցկեղն է, որը շատ տարածված է, ինչպես նշեցիք, եւ դրա կանխարգելման միակ ճանապարհը ժամանակին արված կոլոնոսկոպիան է 40-45 տարեկանից բարձր անձանց մոտ եւ կոլոնոսկոպիայի ընթացքում այն պոլիպների հայտնաբերումը եւ հեռացումն է, քանի որ դրանցից որոշները տարիների ընթացքում կարող են վերածվել հենց քաղցկեղի։ Ինչ կասեք այս առումով դուք։ Կոլորեկտալ քաղցկեղը քաղցկեղի այն տեսակներից է, որ ունի սկրինինգ եւ ունի կանխարգելում։ Եվ կանխարգելում, ինչպես նշեցիք, դա պոլիպների հեռացումն է։ Որպես կանոն սկրինինգը արվում է 45-50, նախկինում 50, հիմա որոշ տեղեր արդեն 45։ Մենք չունենք այդպես սկրինինգային ընդհանուր տարածված ծրագիր, ունենք պիլոտային ինչ-որ ծրագրեր եւ հուսով կունենանք այդ ծրագրերը, որտեղ մեր մոտ կոլորեկտալ քաղցկեղը երրորդ տեղում է եւ բավականին բարձր մահացություն եւ ինչը վատա որ ուշ ստադիաներում է հայտնաբերվում, որը բերում է ապրելիության լվացման այդ պացիենտների։ Կոլոնոսկոպիան ոչ միայն ախտորոշիչական է, բուժիչ կարող լինի թերապևտիկ կոլոնոսկոպիա, այսինքն հայտնաբերել պոլիպներ եւ հեռացնել, այդպեսով կանխարգելելով կոլորեկտալ քաղցկեղը, երբեմն նաեւ հեռացնել քաղցկեղը վաղ փուլերում եւ կանխարգելել դրա պրոգրեսիվում։ Շատ կարեւոր է, որ պացիենտները ճիշտ պատրաստվեն կոլոնոսկոպիայի, որովհետև կոլոնոսկոպիայի արդյունավետությունը եւ այդ պոլիպների հայտնաբերելիությունը կախված է թե ինչքանով մաքուր կրվի աղիքը եւ
հաջորդը դա արդեն մասնագետի ունակություններն է եւ նաեւ սարքի թույլտվությունները թե ինչ վիզուալիզացիա կարող ենք ունենալ։ Եվ կան այսպիսի պոլիպներ, որոնք կոչվում են տափակ պոլիպներ, տափակ ատամնավոր պոլիպներ, որոնք շատ համատաբար շատ ավելի դժվար է հայտնաբերել եւ դրանք ավելի մեծ ռիսկ ունեն վերածվելու կոլորեկտալ քաղցկեղի, հատկապես հաստաղիքի աջ հատվածներում։ Այստեղ արդեն բարձր որակի կոլոնոսկոպիայի դերը շատ մեծ է, որովհետեւ դրանց վիզուալիզացնել ավելի դժվար է եւ լավ տեսանելիություն է պետք ապահովել, ինչը ապահովում են ժամանակակից սարքավորումները, էնդոսկոպիկ սարքավորումները եւ կիրառելով նաեւ վիզուալիզացիայի նոր մեթոդները MBI, iScan ու նմանատիպ բերում հեշտացնում է դրանց հայտնաբերել ու դրանց հեռացնելը բերում է կոլորեկտալ քաղցկեղի նվազմանը ռեալ այդ հիվանդությունը ստացվում է կանխարգելել։ Ինչպես նշեցիք, կոլորեկտալ քաղցկեղը ամենաուշ փուլերում է հայտնաբերվում ու իրեն զգացնել տալիս ախտանիշի տեսքով, մարդիկ կարող են ունենալ եւ ոչ մի ախտանիշ չունենալ, բայց վերջին ստադիայում նոր ցավեր, արյուն կղանքում, փորլուծություն եւ այլն։ Եվ ամենակարևորը, որ շատ հաճախ պացիենտները ինձ հարցնում են, սա էլ ասենք, որ պոլիպները ոչ մի ախտանիշ չեն առաջացնում եւ դուք կարող եք ունենալ պոլիպ, բայց ոչ մի ախտանիշ չունենալ։ Դրա համար սпасել, որ ինչ որ գանգատ լինի նոր գնալ կոլոնոսկոպիայի, սխալ է։ Կա տարիք, ես 40-45-ից հետո եմ ասում, եթե կա ժառանգական ծանրաբեռնվածություն, 40-ից հետո էլ կարելի է անել կոլոնոսկոպիան եւ կանխարգելել հաստաղու քաղցկեղը պոլիպները հեռացնելով։ Շատ լավ, անցնենք մեր մյուս հարցին, որը էլի իրար հետ եմ ուզում քննարկենք, շատ կան պացիենտներ, շատ նույնիսկ, որոնք տառապում են հետանցքի քորից։ Եվ այստեղ նույնպես մենք մեր մասնագիտությունները սերտորեն կապված են, որովհետև հետանցքի քոր բացի են, որ գալիս են ու առաջին ուզում են հայտնաբերել ճիճուները, բոլորի կողմից շատ սիրված ու շատ հաճախ կղանքի անալիզներ են արդեն մի քանի անգամ հանձնած, ասում են ես ճիճու չունեմ եւ այլն, բայց շատ հետաքրքիր փաստ կա այստեղ, որ եթե քորը պայմանավորված է սրատուտով, կղանքի անալիզը մեզ ոչինչ չի տալու, այստեղ հետանցքի քսուկն է հիմնականը եւ բացի դա որ ճիճուներից են ուզում ազատվել հետանցքի քորի շատ պատճառներ կան դուք ինչպես նշեցիք դուք ինչպես խոսել եք դրա մասին ձեր ռիլերում տանցքի քոր կարող է դիտվել եւ ինչ որ մաշկային խնդիրներից սունկ, պերիանալ շրջանի ախտահարումներ եւ մեծ մաս ունի հետանցքի քորի մեջ նորից թութքը, ճաքը Չէ, ու դուք էլ եք կարծում եմ շատ ունենում նման պացիենտներ, ու այս դեպքում ես նորից ստուգելուց, բացառելուց, սրատուտը եւ այլ խնդիրները էլի ես ուղղորդում եմ պրոկտոլոգի մոտ ինչ կասեք այս առումով։ Նախ ասեմ, որ սրատուտը չափածների մոտ շատ հազվադեպ է հանդիպում եւ շատ հազվադեպ է հանդիսանում հետանցքի քորի պատճառ։ Առավել հաճախ դրանք պրոկտոլոգիական խնդիրներ են, բայց նաեւ շատ հաճախ լինում է, երբ որ ոչ մի խնդիր չկա եւ այլ ախտանիշներ չկան, բայց կա քոր եւ կա այդպիսի հիվանդություն, կոչվում է հետանցքի քոր, իդիոպաթիկ, այսինքն որից է պատճառ չունի եւ առավել հաճախ այդ պացիենտները դիմում են հենց այդ ախտանիշով, հենց այդպիսի պացիենտներ, որոնք չունեն ուրիշ խնդիր եւ ունեն հետանցքի քոր եւ սա շատ հաճախ կապված է նաեւ պերիանալ շրջանի հիգիենայի հետ։ Որոշները նաեւ չարաշահում են այդ հիգիենան, որը նաեւ բերում է քորի առաջացման եւ բերում է մաշկի սենսիբիլիզացիային։ Եվ հաճախ ուղղակի պարզ հիգիենայի մեթոդներ կիրառելով հաջողվում է այդ քորից ազատվել։ Իհարկե որպես կանոն սկզբնական շրջանում կիրառում են որոշակի քսուկներ, որպես կան հակաբորբոքային կոմպոնենտով քսուկներ, ստերոիդներ թույլ ազդեցության, որոնք բերում են այդ քորի թեթևացմանը եւ նաեւ ժամանակ է պետք, որպեսզի մաշկը վերականգնվի։ Դրա համար խորհուրդ է տրվում առնվազն 1 ամիս գոնե չօգտագործել, չվնասել մաշկը, չօգտագործել զուգարանի թուղթ, թաց անձեռոցիկներ ուղղակի լվացվել եւ կա նաեւ այսպիսի մի հատ խնդիր, որ պացիենտները այդ ամեն ինչը անելով, որը չի բերում իրենց վիճակի թեթևացումը, սկսում են ինքնուրույն կիրառել քսուկներ, հատկապես խնդրահարույց է, երբ որ կիրառում են ուժեղ ազդեցության ստերոիդներ պարունակող քսուկներ, որը բերում է մաշկի բարակացմանը եւ այդ ժամանակ արդեն այն
սովորական մեթոդները, որ կիրառում են, կարող են ոչ արդյունավետ լինել։ Նախ պետք է հասկանալ պատճառը, ինչն է առաջացնում քոր, եւ լավ է նա, որ 10-ից 9 հիվանդի մոտ այդ բարձ մեթոդներով հնարավոր է լինում ազատվել քորից, եւ այդ մի հոգին, որ մնում է, դա էլ ունի լուծման մեթոդ, ուղղակի մի քիչ տարբերվում է։ Որոշ դեպքերում քոր կարող է առաջացնել օրինակ նեոպլազիան անալ կանալի վաղ փուլերում, անալ ինտրաէպիթելիալ նեոպլազիան, որի դեպքում քորը միակ պատճառը կարող է լինել, եւ շատ մանրակրկիտ զննություն է պետք, անոսկոպիա է պետք, նաեւ խոշորացումով համար միկրոսկոպիկ, ասած անոսկոպիա, որովհետեւ դա դժվար է տեսնել, շատ փոքր փոփոխություններ են։ Բայց դա հայտնաբերելով ոնց որ կարող են կանխարգելել անալ կանալի հետանցքի քաղցկեղը, որտեղ դա մեծ ռիսկ ունի հետանցքի քաղցկեղը։ Նաև բավականին տարածված են պապիլոմավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները, որոնք էլի դրսևորվում են հետանցքի քորով, որը նույնպես բարձրացնում է անալ կանալի քաղցկեղի ռիսկը։ Ամեն դեպքում պրոկտոլոգիական զննումը ստեղ առաջնային է համարվում։ Եվ եթե որևէ խնդիր հայտնաբերվում է, կոնկրետ պատճառային այդ խնդրի լուծումն ենք առաջարկում հետանցքի քորից ազատվելու համար, որովհետև համաձայն եք հետանցքի քորը ահավոր նվազեցնում է կյանքի որակը։ Եվ վերջում ուզում եմ նաև խոսենք պրոկտոլոգիական վիրահատությունների մասին, որոնք դուք եք կատարում, եւ ես շատ ուրախ եմ, նաև ինձ թվում է պացիենտները ուրախ կլինեն, որ դուք այնպիսի մեթոդ եք առաջարկում ցավազրկման, որից հետո պացիենտը թութքի վիրահատությունից, ճարքի վիրահատությունից հետո առանց ցավ եւ հետվիրահատական առանց ցավ շրջանի ուղղակի անհոգ ապրում է։ Մի երկու խոսք էլ դրա մասին։ Պրոկտոլոգիական վիրահատությունների համար մենք կիրառում ենք pudendal բլոկը, այսինքն pudendal նյարդերի հաղորդչական ազգայացումը, որը բերում է պերիանալ եւ շեքի շրջանի ազգայացման, թույլ է տալիս կատարել վիրահատություն, բայց զուգահեռ նաեւ անում ենք սեդացիա, ավելի շատ հիվանդի կոմֆորտի համար, եւ այդ մեթոդը սկսում է արդեն բավականին տարածում ստանալ ամբողջ աշխարհում։ Մենք իհարկե այդքան շատ տարածված չի, ինչքան սպինալ ազգայացումը եւ ընդհանուր ազգայացումը, բայց շատ խոստումնալից է, որովհետեւ սահմանափակ զոնա է ազգայացվում, ինչը թույլ է տալիս ինչպես կատարել վիրահատությունը, այնպես էլ որ պացիենտը անմիջապես վիրահատությունից կես ժամ հետո, մի ժամ հետո գնա տուն, չունենալով ցավ եւ ինքնուրույն տեղաշարժվելու ունակությամբ, այսինքն ֆիզիկական ակտիվությունը չի սահմանափակվում, եւ հաջորդ մեծ առավելությունը այն է, որ երկարատև անեստետիկների, երկարատև ազդեցության անեստետիկների օգտագործման հետևանքով մենք հասել ենք նրան, որ ցավազրկումը կարող է տևել մինչև 3 օր։ Եվ ցավազրկման ազդեցությունը թողնելուց հետո նույնիսկ ցավերը անհամեմատ ավելի քիչ են, քան տրադիցիոն մեթոդների օգտագործման ժամանակ, ու մենք կատարում ենք հետազոտություն, հիվանդներից բոլոր տվյալները հավաքագրում ենք, սկսած թե ինչ ախտանիշներով եւ ինչ ցավի շեմով են եկել, վերջացրած նրանց թե քանի հատ ազգայացնել, ցավազրկող են խմել հետվիրահատական շրջանում, ինչ բարդություններ են եղել, ներվիրահատական, հետվիրահատական, ու ունենք այսպես մեկ հետազոտություն արդեն տպագրված եւ երկրորդն ենք անում ընթացքի մեջ է եւ կարծում եմ լավ արդյունքներ ենք ստանում, որտեղ ունենք անհամեմատ ավելի քիչ բարդություններ եւ հնարավորություն ամբուլատոր պայմաններում կատարել նույն վիրահատությունները, ինչ որ արվում է հիմա ստացիոնարում, այսինքն դա փոքր քիչ ինվազիվ վիրահատություններ չեն միայն, դա նույն ստանդարտ Milligan Morgan-ի վիրահատությունը, օրինակ թութքահատում, որը ունի շատ ցավոտ հետվիրահատական շրջան, բայց այս մեթոդի կիրառությունը թույլ է տալիս անել ամբուլատոր պայմաններում եւ ունենալ շատ ավելի քիչ ցավոտ հետվիրահատական շրջան եւ հազվադեպ է լինում, որ շատ հազվադեպ է լինում, որ պացիենտը ստիպված օրինակ միջմկանային ցավազրկող է կիրառում։ Եթե կիրառում է ցավազրկող, դա մաքսիմում կարող լինի հաբերի տեսքով եւ շատ քիչ։ Հիմնականում 3-4
հետվիրահատական օրերին եւ 1, 2, 3 հատ ոչ ավելի։ Ինձ թվում է հոյակապ միջոց է, քանի որ շատ ժամանակ պացիենտները հենց խուսափում են պրոկտոլոգիական վիրահատություններից հետվիրահատական ցավերի տհաճությունների պատճառով եւ ես կարծում եմ ձեր շնորհիվ իրազեկվածությունը կբարձրանա այս մեթոդի նկատմամբ եւ կունենանք ել ավելի շատ ու շատ պացիենտներ, որոնք կգան, կվիրահատվեն եւ անցավ եւ շատ ուրախ կգնան տուն։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, իսկ իմ հյուրն էր կոլոպրակտոլոգ էնդոսկոպիստ Վարդգես Հովսեփյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srumi YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։